Կարգարժան դատարան, ես հարցը այլ ձևով ձևակերպեմ, էլի ոչ թե ասեմ, որ Հայկ Շահնազարյանի զենքը վերաբերվում է ինձ, թե չէ, բնականաբար, որ մեղադրողները ասում են, բոլորս գիտենք, որ այդ զենքը Հայկ Շահնազարյանն է պատկանում, օրինական զենք է, որսով միության թուղթ ունի։ Հիմա չեմ կարող ասեմ, այդ զենքը իմ հետ կապ ունի, թե չունի, բնականաբար չունի։ Ես ոչ թե հարց ուզում եմ տամ, որ մեր ընկերները տալիս էին Չախալյանի հետ կապ ունի, ես մեկի հետ, թե մեկի ուզում եմ հարց տամ, այդ զենքը, որ օրինական Հայկ Շահնազարյանի զենքն է, այդ գործի հետ ինչ կապ ունի, ընդհանուր մեր գործի հետ, պայքարի հետ, որ մենք դուրս ենք եկել փողոցային պայքարի եւ սահմանադրությամբ իրականացնենք մեր իրավունքները, հիմա վերաձևակերպել եք տերորիզմ, հիմա այս զենքը, որ օրինական Շահնազարյան Հայկինն է, գործի հետ կապ ունի, թե չունի, իհարկե ճիշտ եք ասում, որ կարծում եմ, որ Շահնազարյան Հայկինը տնից են անի Շահնազարյան Հայկինն է, դրա մասին չենք խոսում, բայց այս օրինական զենքը Շահնազարյան Հայկինը տան, այս գործի հետ ինչ կապ ունի, իհարկե Շահնազարյան Հայկինն է, Մոսոյինն է, Իսրայելյան Արմանին, Իսրայելյան Արմանին, դե հարցը ուրիշ է, այս ապացույցները որ կան, ապացույցները այս գործի հետ ինչ կապ ունեն, եթե կապ ունեն, եթե ուզում հասկանանք, ոչ թե Սարգսյան Արծրել կապ ունեն, թե մյուս ընկերոջ, գործի որտեղ ես 18 հարտաներս մի գործով են գնում, ուզում հասկանամ, այդ զենքերը, որ հայտնաբերվել են, մեր այս գործի հետ կապ ունեն, թե չունեն, մենք ուզում ենք այդ հասկանանք, ավելի բան չենք ուզում, շնորհակալություն։ Դա մեղադրանքի կողմի վրա է դրված այդ պարտականությունը, մեղադրանքի կողմն է դատարանին համոզելու, որքանով է, այսպես ասենք համոզելու, որքանով է, քանի որ մրցակցության սկզբունքով է, դատարանին իրականացնում, մեղադրանքի կողմն է համոզելու, որքանով է կոնկրետ անձին ձեր կողմից մատնանշված, կամ մյուսներին վերաբերելի։ Պատվարժան դատարան, այն ինչի մասին խոսում է պարոն Սարգսյանը, այդ համոզման փուլը արդեն անցել է։ Այդ համոզումը պետք է լիներ նախնական դատալսումների ընթացքում։ Այսինքն յուրաքանչյուր ապացույցի դեպքում պատվարժան դատարան, օրինակ այս փորձագետի եզրակացության դեպքում հարգարժան հանրային մեղադրողը պետք է դատարանին համոզել, որ պատվարժան դատարան կա որևէ ապացույց, որևէ տվյալ, ըստ որի այս փամփուշտները պետք է օգտագործվեն ահաբեկչության նպատակով։ Հակառակ դեպքում պատվարժան դատարան, ինչի համար է փորձաքննություններն իրականացվել, ինչի համար է ապացույցը հետազոտվում։ Մի իրավիճակ, եթե մարդը որսորդ միության անդամ է, կամ երբևէ պարգևատրվել է որևէ զենքով, որևէ քաղաքական պայքարի մտնելուց առաջ այդ զենքերը պետք է հատանի հանձնի ոստիկանություն կամ հետ վերադարձնի պետությանը։ Հակառակ դեպքում պատվարժան դատարան, այդ զենքերը կընկալվեն որպես, չգիտեմ, ահաբեկչության գործիքներ եւ այլ։ Չկա որևէ ապացույց, չկա որևէ օպերատիվ տվյալ անգամ, որ այդ զենքերը կարող են կիրառվել այլ նպատակով, քան նախատեսված են, քան ձեռք են բերել։ Հետևաբար պատվարժան դատարան, այո, դուք դեռևս նախնական դատալսումների փուլում, երբ որ այս հարցերը քննարկում ենք, պետք է արգելեիք, բայց այս ապացույցները չպետք է հետազոտվեն առհասարակ։ Դրա համար մենք հասել ենք այստեղ, այս փուլում ենք այս հարցերը բարձրացնում, պատվարժան դատարան։ Կարգարժան դատարան, շնորհակալություն, շատ հարց բարձրացրեցիք։ Հենց խնդիրն է, մենք էլ ենք ուզում, որ հիմնավորեն, որ Պես արդեն տարին դզվավ ես, մի տարյալ մի բան ենք ասում, ասեք մենք ինչի համար ենք ստեղ։ Հիմա այս ընդհանուրը անցել ենք, եկել ենք հատիկ ապացույցներին, հիմա ասում ենք, այս ապացույցը այս գործ հետ կապ չունի, եկեք ֆիքսենք, որ այս ապացույցը այս գործ հետ կապ չունի, որը գործ կապ ունի, հիմա ես այդ եմ ասում, թող ասեն, այս զենքը նախապատրաստել են օրինական, բայց պետք է տանեին օգտագործեին, պետք է տան հերո ես իմ մեր ասում, ինչ պետք է անեն, հերո պետք է անեն։ Դե որ չկա հասկացան կա այդ զենքը, կա բոլորի տուն այսօր մեր հասարակության 20%-ի տուն օրինական զենքեր կա, չի նշանակում այդ զենքերը պետք է այդ օրը օգտագործվեն։ Մեր ասածը էսա, որ հիմա ասում ենք անցնենք, որ մեր ընկերներն ասում են ասեք ում է վերաբերվում, չէ, գիտենք որ Շահնազարյան Հայկին է վերաբերվում, քանի որ կարծում եք օրինակ տնից եք խոզարություն արել։ Ես այդ հարցը չեմ տալիս, այդ զենքերը, այս մեր պայքարը, որ մենք ասում ենք, մենք չենք ասում ենք ոչ մի բան չենք արել, մենք ասում ենք կազմակերպել ենք անհնազանդության փողոցային պայքար սահմանադրության իրավունքով, իշխանությունը օրինական ճանապարհով վերցնելու, մենք չենք ասում ենք ոչ մի բան չենք արել, մենք փողոցային պայքար ենք արել, չարիքին հեռացնելու, մենք փողոցային պայքար ենք արել, մի տարի եղել ենք պայքարի մեջ, Տավուշից քայլել ենք մինչև Երևան, Երևանից գնացել ենք Մեղրի, իհարկե մենք պրոցեսի մեջ ենք եղել, բայց օրինականության մեջ չեք ասում, մենք տունը նստած եք ասում, հիմա այս զենքը ինչ կապ ունի այս պրոցեսի հետ, այդ է մեր ասած, եկեք այս ապացույցները որ հետազոտում ենք, ասենք, որ ինչի հետ կապ ունի, եթե կապ ունի,
թող հիմնավորեն, եթե մենք կարանք, որ ասում ենք իրանք պետք է հիմնավորեն, ուզում ենք թող հիմնավորեն, մենք էլ կարանք հակառակ ապացուցենք, որ կապ չունենք, արդեն ձեր մոտ միանգամից կարծիքը կձևավորվի, որ այդ վճիռը կայացնելը տալուց պետք է ձեր մոտ կարծիք լինի, որ իմանաք այդ զենքերը իրականում անօրինական եւ անշարժ զենքեր են, թե մենք նպատակ ենք ունեցել հետագայում այդ զենքերը օգտագործել։ Հիմա դες կարթան գնան, բայց որ ցես կարթան գնան, վերջում որոշում ինչ են կայացնելու, ինչ ուզեն։ Հիմա ես ուզում եմ այս փուլից հետո հասկանամ այդ զենքերը գործի հետ կապ ունեն թե չունեն, բայց ասենք թոմնավ ինչ, այս մի տարի ինչ խոսում եք, ասենք թոմնավ վերջում, դե եկեք ոչ մի բան չանենք, որը միշտ ասենք, վերջում վճիռը կասացեք պրծնեն։ Հիմա հասկանանք այս զենքերը մեր հետ կապ ունի թե չունի։ Շնորհակալություն։